Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ քիչ առաջ հատուկ գործողություն տեղի ունեցավ եւ իրավապահները շատ արագ Վարդան Ղուկասյանի մեքենա նստեցին եւ տարան դրան հետևեց նաեւ իրավապահներ եւ քաղաքացիների միջեւ գախումը Պետք է անենք, իհարկե։ Նիկոլ քուտերը ասեցի քաղուտն է լավ հիշե։
Գնացեք Ղուրանից պաշտեք։ Նիկոլը քողական է գնում, մարդ է քողանում, քաղաքապետին Նիկոլը քողացա։ Նա քրեական մշակույթ կրող է եւ պետք է պատասխանատա օրենքի առաջ։ Քաղաքապետին քողացա։ Քող է Նիկոլը, մարտակող, հանցագործ։ Ազգի դավաճան։ Հայրենի կուրացող։ Ավելի քան 7 ժամ տևած քննչական գործողությունից հետո Ապերեղան չենք Հիմա Երևան եք շարժվում, դե հայտարարությունս լսեցիք, որ անժամկետ գործադուլ է հայտարարում քաղաքապետարանը։ Դրա իրավունք ունի, իրեն քաղաքապետին, իրեն լիդերին անկարգի ձևով չենք հասկանում ինչի են տանում։ Դեպի ձերբակալման հետո էլ կալանքի։ Էս անընդունելի է։ Էս չհասկացանք, էս ինչ է կատարվում, ինչ ռեպրեսիա է։ Ով մեզ թեմ է, ուրեմն մեզ թշնամի է։ Չի կարելի, անընդունել է, ժողովուրդ ջան։ Սրբազանների կալանավորում են, մնացածներին ով մի բառ ասում է թարսով Հայաստանն է ուժում պաշտպանել, հայրենիքն է ուժում, խեղաթյուրում են բոլոր խոսքերը քաղաքապետին։ Քաղաքապետը ասում է միություն կազմեք, այո, հզորների հետ միություն, ասում է գուբերնիա կուզեք դառնալ, սուտ է խոսում։ Սրտախոսությամբ հիմա էլի չեմ հասկանում ինչ գործ են կարել։ 12 տարի հետապնդման է Վարդան Ղուկասյանը ենթարկվել, հիմա էլ նոր գործ են կարել, չեք հասկանում ինչ գործեր։ Ձայնագրության վերաբերյալ Ինչ ձայնագրություն, ես չեմ հասկանում, մի վարքյան մեն լսեց ձայնագրություն, մեմ ձայնագրություն բերեցին որ Փակրակ Սրբազանի համար։ Հետո տեսակ ինչ էր եղավ, արհեստական ինչ ուզեց հարկեն։ Այսինքն Ղուկասյանը լսել է դա Ինչ գործողություններ էր իրականացնում։ Թղթաբանություն են ուզում թղթեր, մեկ էլ տրամադրում ենք։ Քաղաքապետը եպե քաղաքապետ տարե դա սա, բայց փաստացի տեսել են, հա, հերոստատեսության բավականով ամեն ինչով։ Հետո չինեմ ինչ գործեր են բերել մեզնից էլ առաջ բան, ասեցի մանեք եք գտեք։ Քաղաքաշինության բաժնից մարդիկ են տարե։ Իսկ ինչ 4 միլիոնի պատմություն է կաշառակերության հարցով։ Դրանպես տեղյակ չեմ, ես չգիտեմ ինչ է կատարվում, դա ասում եմ այդտեղ։ Շատ տիպի ասած է ինչ է դա, կեգոտությունը ինչ ասես կարող է սարքել, ինչ ասես։ Չէ, չի լսե, չի լսե։ Չէ, չի լսե։ Իսկ Երևան գնալու եք ինչ գործողություններ են հաջորդելու։ Երևան հասնենք մենք հիմա մեր ձայնը բարձրացնենք, աղաղագենք, պահենք մեր քաղաքապետին, իր բաները հերիք է, պասիոնն է ժողովուրդ։ Պասիոնն է պահեք, չեք թրկանաք։ Ճիշտ է, քան եք գնացեք ժողովուրդ շարժում եք։ Գյումրին պարոն Ղուկասյանի կողքին է։ Շարժում եք, քան սաղաթում։ Հարգելի քաղաքացիներ, հիշեցնեմ, որ քիչ առաջ մենք զրուցում էինք փոխքաղաքապետի հետ, նա ասաց, որ այս պահին նրանք գնալու են Երևան։ Նա նաև պատմեց, թե ինչ էին անում ավելի քան 7 ժամ քաղաքապետարանում իրավապահները, ըստ նրա փաստաթղթեր են ուզել, որոնք տրամադրվել են իրավապահներին։ Նա հերքեց նաև, որ ձայնագրությունը իրականությանը համապատասխանում է։ Այս պահին եւս բախում է տեղի ունեցնում կազմի բերետավորների եւ քաղաքացիների միջև։ Լարված իրավիճակ է հրապարակում, կարմիր բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիների։
Քաղաքացիներն հիմա դուք տեսնում եք քաղաքացիների կոշիկները բերման ենթարկված Ես էի, բայց շարունակվում են բերման ենթարկել քաղաքացիներին Գազ չեմ կրնա, փերապանը Դուք էլ մեզ միացեք, իրար ներեք, հարգեք, բռնեց չուզենանք, ու քանդել է հետ, սանքել է
Մարդիկ վերնիկ տանի, գողսաղներ իրանց տուր է սաննդանիքները։ Իրանց համարեկը ծավակ։ Հարգելի քաղաքացիներ, հիշեցնեմ, որ քիչ առաջ Վարդան Ղուկասյանին իրավապահ մարմինները տեղափոխեցին Երևան, հակակոռուպցիոն կոմիտեին նրան տանելու, գյումրեցիները փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի հայտարարությամբ գնալու են Երևան։ Դրանից անմիջապես հաջորդեց հրապարակում քաղաքացիների բերման ենթարկելու գործողությունը։ Այս պահին ոստիկանները արդեն հեռանում են հրապարակից։